Երկու օր առաջ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը հայց է ներկայացրել դատարան ընդդեմ Հայաստանի Առաքելական Սուրբ Եկեղեցու, պահանջելով անվավեր ճանաչել Մասյացոտ Հնթեմի առաջնորդի պաշտոնից իրեն ազատելու մասին Գարեգին Բ. Ամենայն հայոց կաթողիկոսի որոշումը և վերականգնել իրեն այդ պաշտոնում։ Այս մասին տեղեկանում ենք Data-Lex դատական տեղեկատվական համակարգից։ Արդեն 3 շատերի կարծիքով գերհապճեպ պայմաններում Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր բարձրագույն դատական խորհրդի անդամ Էդգար Հովհաննիսյանը որոշում ընդունեց, որ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը ենթակա է վերականգնման Մասյացոտ Հնթեմի առաջնորդի պաշտոնում, մինչ վերջնական դատական ակտի հրապարակումը։ Չնայած դատարանի որոշման մեջ հստակ նշված է, որ խոսքը վերաբերվում է միջանկյալ դատական ակտի եւ այն վերջնական ուժ չունի, իշխանության ներկայացուցիչները չեն հապաղել հրապարակային հայտարարություններ անել, ներկայացնելով այն որպես վերջնական որոշում։ Մասնավորապես էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապայանը գրել է, որ դատական որոշմամբ Գևորգ Սրբազանը կվերականգնվի Մասյացոտ Հնթեմի առաջնորդի պաշտոնում, իսկ Կտրիչ Ներսիսյանի որոշումները առ ոչինչ են ոչ միայն դե ֆակտո, այլ նաև դե յուրե։ Նմանատիպ հայտարարություն է արել նաև քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը, նշելով, որ դատարանի որոշմամբ Գևորգ Սրբազանը կվերականգնվի թեմի առաջնորդի պաշտոնում։ Դատական ակտի իբրև վերջնական լինելու մասին ձևակերպումներ են օգտագործել նաև իշխանական մի շարք լրատվական կայքեր իրենց վերնագրերում։ Ընդդիմադիր շրջանակների գնահատմամբ այդ հրապարակումները կրում են մանիպուլատիվ բնույթ եւ հանրությանը ներկայացնում են ոչ թե դատական իրական որոշման բովանդակությունը, այլ իշխանության համար ցանկալի մեկնաբանություն։ Թեմայի իրավաբանական նրբությունները պարզաբանելու եւ դատարանի որոշման բովանդակությունը հանգամանալից ներկայացնելու նպատակով Օրագիր Նյուզը զրուցել է փաստաբան Տաթևիկ Սողոյանի հետ։ Օրագիր Նյուզի հետ զրույցում փաստաբանը նախ անդրադարձել է հիմնարար հարցին. արդյոք դատական համակարգը կարող է միջամտել եկեղեցու ներքին գործերին եւ ընդունել հայցեր հոգեվոր դասի ներկայացուցիչների կողմից։ Փաստաբանի խոսքով Հայաստանում նման նախադեպ չի եղել եւ առկա իրավական տրամաբանությունը հուշում է, որ դատական իշխանության միջամտությունը եկեղեցական հարաբերություններին խիստ սահմանափակված պետք է լինի։ Նա նշել է, որ այս հարցում կարևոր է նաեւ մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիրքորոշումը, ըստ որի կրոնական կազմակերպությունների դեպքում գերակա է համոզմունքային բաղադրիչը, իսկ վերադաս ենթակա հարաբերությունները էապես տարբերվում են դասական գործատու աշխատող հարաբերություններից։ Քանի որ մենք այստեղ գործ ունենք կրոնական ազատության իրավունքի հետ եւ կրոնական կազմակերպությունների պարագայում ավելի դոմինանտ է հենց այդ համոզմունքային կոմպոնենտը, որտեղ որ այսպես ասած վերադաս եւ ենթակա հարաբերությունները էապես տարբերվում են սովորական գործատու աշխատող հարաբերություններից, բնականաբար այստեղ պետք է կրոնական կազմակերպությունները ունենան ինքնավարություն եւ պետությունը չպետք է միջամտի։ Միևնույն ժամանակ նա ընդգծեց, որ եվրոպական իրավական մոտեցումը ծայրահեղ չէ եւ թույլ է տալիս պետություններին ունենալ որոշակի հայցողական տիրույթ, սակայն տվյալ դեպքում հատկապես խնդրահարույց է դատական գործընթացների արագությունը ու ձևը։ Սողոյանի գնահատմամբ անգամ սովորական աշխատանքային վեճերի դեպքում նման հապճեպ որոշումներ չեն կայացվում, առավել եւս երբ խոսքը վերաբերում է եկեղեցու բարձրագույն հիերարխիային։ Փաստաբանը հիշեցրել է, որ հայ առաքելական եկեղեցու կանոնադրությամբ եւ ավանդությամբ ամենայն հայոց կաթողիկոսը ունի բացառիկ լիազորություններ թեմի առաջնորդներ նշանակելու կամ պաշտոնից ազատելու հարցում, եւ դա ենթակա չէ աշխարհիկ դատարանների վերանայմանը։ Կաթողիկոսը, այսպես ասած, բացարձակ ազատություն ունի որոշումներ կայացնելու այդ ղեկավար պաշտոններում կամ թեմի առաջնորդական կամ ցանկացած անձին եւ կոչում շնորհելու եւ օծում շնորհելու եւ դրանից զրկելու ուղղությամբ։ Հետեւաբար որևէ պատճառաբանություն եւ որևէ ողջամիտ հիմնավորում, իրավական հիմնավորում այս դատարանի որոշմամբ չի կարող լինել։ Սողոյանը անդրադարձել է նաև այն հանգամանքին, որ դատարանի որոշումը միջանկյալ է եւ կայացվել է մինչ վերջնական դատական ակտի հրապարակումը, մինչդեռ իշխանության ներկայացուցիչները այն ներկայացրել են որպես վերջնական լուծում։ Նրա գնահատմամբ սա վտանգավոր մանիպուլյացիա է, քանի որ հարցի ապահովման միջոցը չի կարող նույնականացվել գործի վերջնական լուծման հետ։ Փաստաբանի խոսքով նույնիսկ այն դեպքում, երբ աշխատանքից ազատված պետական կամ մասնավոր ոլորտի աշխատակիցը դիմում է դատարան, հայցի միջոցով պաշտոնում վերականգնումը գործնականում գրեթե չի կիրառվում, առավել եւս այսպիսի արագությամբ։ Ժամկետների մասով Սողոյանը նշել է, որ օրենքը նախատեսում է հայցի ապահովման միջնորդության անհապաղ քննություն, սակայն իրականում դատական պրակտիկայում նման գործընթացները սովորաբար տևում են ավելի երկար։ Data-Lex համակարգով, որ հայցը մի անգամից հենց նույն օրը մակագրվել է եւ հաջորդ օրը նույնիսկ երրորդյա որոշումը բան չեն արել, չեն կայացրել, բայց այստեղ հետաքրքիրը ինչն է, որ
Օրենսգիրքը ասում է, որ միաժամանակ վարույթ ընդունելու որոշման հետ հայցի ապահովման միջոցը որոշումը հրապարակվում։ Փաստաբանի խոսքով Dataalex համակարգում հրապարակված որոշումը չի պարունակում հայցի ապահովման կիրառման հիմնավորումների, ինչի հետևանքով հանրությունը զրկված է հասկանալու, թե ինչ իրական պատճառաբանությամբ է դատարանը նման քայլի դիմել։ Dataalex տեղեկատվական համակարգում այդ մասը հիմնավորումը հայցի ապահովման միջնորդությունը քննություն առնելու տեղադրված չէ, ու մենք այս տեղությամբ զրկված ենք հասկանալու, թե ինչ պատճառաբանություն է դրել դատարանը այս որոշման մեջ։ Ուղղակի գրել է, որ հայցադիմում ընդունում է վարույթ եւ պահպանված են կանոնները, ինչը բնականաբար աբսուրդ է։ Դուք ինքներս կարող եք նայել ու բնականաբար դրա հիմնավորման մասին չեն կարող ասել։ Տեսականորեն, այո, ժամկետները պահպանել են, հայցի ապահովման համար սուղ ժամկետ է նախատեսվում, մինչև վարույթ ընդունելուց հետո երրորդյա, բայց մենք տեսնում ենք, որ եւ մակագրման process-ը եւ վարույթ ընդունելու process-ները հաստատի իրականության մեջ ավելի երկար են տևում։ Սա ընդամենը 2 օր է պահանջվել այդ որոշումը անելու, ընդ որում հրապարակելուց էլ մասնակի են հրապարակել եւ ամբողջությամբ այդ ապահովումը չեն հիմնավորել, թե ինչի պետք է կիրառել։